Ես հիշում եմ 20 թվականի աշնանը այդ տեսարանն իմ լուսամուտից, երբ սիրուն աշուն էր շատ, այդ այգին էլի դեղնում էր, էլի կարմրում էր, չգիտեմ, այդ օդում այդ պայծառ այդ մաքրությունը կար թափանցիկ ու ես հանկարծ ինքս ինձ ասացի, այսինքն այսպես ամեն ինչ սիրուն շարունակվելու է, բայց մենք երբեք ուրախ չենք լինելու։ Այն որ ասում են, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, այսօր Հայաստանում բոլորը պարտավոր են զբաղվել քաղաքականությամբ։ Ես զբաղվել բառը մենակ չեմ սիրում, որտեղ ինչ նշանակում զբաղվել, դա զբաղմունք չի առավոտից իրիկուն։ Դա գիտակցումն է, որ բոլոր որոշումների հիմքում, որոնք այսօր մեր կյանքը վատացնում են անելանելիության աստիճանի երբեմն, ընկած են քաղաքական որոշումները։ Բարեբախտաբար ասեմ, թե ինչ ասեմ, ապաշնորհության աստիճանը իշխանությունների այնպեսի մակարդակի, որ միակ բանը, որ մինչև մայրենց մոտ ստացվում էր, այդ քարոզչությունն էր, բայց նույնիսկ այդտեղ իրենք ի վերջո սկսելու են տեղի տալ, որովհետև հնարավոր չի մի բան անverջ լավ անել, երբ դու չունես բան, երբ դու ինքդ քեզնից մեծ հաշվով բան չես ներկայացնում։ Լիլիթ, բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ մեզ հյուրեք եկել։ Ուրախ եմ այստեղ լինել։ Ճիշտ է, ծանր թեմաներից ենք խոսելու թերևս, բայց կարծում եմ անդրադարձ այդ թեմաներին այսօր չափազանց կարևոր է, որովհետև թեմաներ կան, որոնք այսօր կարծում շատ ակտուալ են, բայց կարծես փորձում են դրանք ծածկել, անցնել, չխոսել դրանց մասին, բայց ես գտնում եմ, որ դա սխալ է եւ այնուամենայնիվ պետք է բարձրաձայնել եւ հաճախ բարձրաձայնել։ Առաջի հարցը այսպեսին է, օրինակ 2020 թվականից հետո կարծում եմ բոլորս փոխվեցինք։ Բայց այդ մասին չխոսեցինք, էլի, շատ չխոսեցինք, ինչքան որ պետք էր։ Ձեր կարծիքով այդ փոփոխությունները ինչ փուլեր ունեին եւ ասենք օրինակ ձեր մեջ կամ մեր հանրության մեջ, ասենք ինչ փուլերով դրանք դրսևորվեցին եւ ինչպես արտահայտվեցին։ Փոփոխությունները այնքան մեծ էին եւ ժամանակը այնքան կարճ էր մեզ տրված դրան գիտակցելու համար, կամ ավելի ժամանակ այդպես էլ չտրվեց, որ այդ ծավալը տեղավորելու համար, գիտեք, այդ ինչպես մի ամբողջ ծովը փորձես լցնել մի բաժակի մեջ ու զարմանաս որ չի տեղավորվում։ Ամբողջությամբ ենք փոխվել, այսինքն մեր, եթե այսպես վերցնես, մեր ֆիզիկական սահմանները, հասարակության կառուցվածքը, մեր ցանկությունները, մեր նպատակները, ընդ որում խոսքը եւ մեծ այդ ազգային նպատակների մասին է եւ փոքր մարդկային անհատական, մենք հանկարծ հասկացանք, որ այն ապահովության զգացումը, խաղաղության այդ պարտադիր լինելը, բան, այդ ամեն ինչը շատ ժամանակավոր էր։ Մեծ հաշվով մենք այսօր ապրում ենք ուրիշ երկրում եւ ուրիշ հասարակության անդամ ենք եւ հենց դա է պատճառը որ շատերս սկսել ենք մեզ թվում է թե մենք ասում ենք մենք չենք ճանաչում այս մարդկանց մենք չենք ճանաչում մեր նախկին ընկերներին մենք չենք ճանաչում մեր հարազատներին որոնց հետ գուցե մեծացել ենք մանկություն ենք ունեցել համատեղ բայց այդ հենց նրանից է որ մենք ընկել ենք մի հատ այդպիսի ահռելի երկրաշարժի տակ բնական աղետի պես ինքս հենց ճեղք առաջացրել Այսինքն մենք իրենց չենք ճանաչել թե ինչ որ ինքնության փոփոխություններ են տեղի ունեցել այդ ամենից հետո կարող ենք այդպես ասել թվում է որ ուղղակի մեծ հուզմունք մեծ շփոթմունք մեծ ներքին գիտեք մարդու գիտակցությունն էլ չէ կարող ճեղք տալ շատերը իրենք ես օրինակ վստահ եմ որ այն մարդիկ որոնք այսօր խոսում են, ասում են ինչ-որ բաներ, որոնք առաջին հայացքից մեզ մարդկային չեն թվում, իրենք գտնվում են ինչ-որ մի հատ ուրիշ այդ կատակլիզմի ազդեցության տակ։ Ես հուսով եմ, որ ինչպես շատ-շատերը, որոնք վերջին շրջանում տեսնում ենք վերանայում են իրենց դիրքորոշումները եւ նույնիսկ ներողություն են խնդրում ինչ-որ քայլերի համար, որոնք իրենք արել են, Ես վստահ եմ, որ շատերը, որոնք այս պայն անմարդկային առումով բանի են գնում, անհասկանալի քայլերի են գնում, իրենք նույնպես, որտեվ հնարավոր չի անդադ գտնվել այդ վիճակի մեջ, դա վտանգավոր է առողջության համար կներեք։ Այս իրավիճակում ձեզ չի թվում, որ գիտակցություն այն ամենի, ինչ կատարվեց մեր երկրի հետ, չկա շատերի մոտ, որովհետև կարծես երկու զուգահեռ իրականություն ստեղծված լինի, այն իրականությունը, որ այսօրվա իշխանությունները կարծես փորձում են ներկայացնել մեր ժողովրդին, եւ այն իրականությունը, որ կա։
Եվ շատերը չունենալով չեմ խորը գիտելիք կամ այդ ամենի մեջ ընկղմվելու կարողություն չեն կարողանում հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ինչ մասշտաբի ողբերգություն է տեղի ունեցել մեր ժողովրդի հետ։ Իհարկե հենց դա է եւ հենց այդ ուղղությամբ շատ բծախնդիր աշխատում է առելի քարոզչական մի մեքենա, մի թիմ կամ գուցե ոչ մի եւ հենց այստեղ իդեպ ես ոչ կրթությունն եմ բերում առաջին պլան, ոչ նույնիսկ անձնական փորձը, այստեղ ես նույնիսկ չեմ կարող ասել ինչն է ազդում, որովհետեւ մարդիկ կան, որոնք առանց որևէ կրթական աստիճանի շատ པարզ հասարակ կյանքերով ապրած մարդիկ, որոնք ամբողջ խորությամբ այդ զգում են եւ ամբողջ այդ իրենց ներքին աշխարհը հենց շարունակվում է արդեն ելնելով այդ փոփոխություններից, այսինքն իրենք զգում են երկրի հետ կատարվածը, մարդկանց հետ կատարվածը, իրենց հարևանի հետ կատարվածը, Արցախի հետ կատարվածը, այդ ամեն ինչ իրենք զգում են եւ մարդիկ, որոնք թվում է թե ստացել են լավագույն կրթությունը եւ սովորել են բուհերում, որոնց անունները դժվար է արտաբերել, այդ բարդ անուններով բուհերը եւ չգիտեմ, կարդացել են գրքեր, որոնք ինձ համար դեռ մնում են հեռուդարակում, չնայած ես վաղ մանկությունից գրքերով եմ ապրել, բայց միևնույնն է այդ ամեն ինչը նրանց չի բերել այդ գիտակցմանը։ Այնպես որ այստեղ ինչ ուրիշ բան է աշխատում, շատ հավանական է, որ այնտեղ աշխատում է ուղղակի այդ նուրբ այդ բանը ժխտման մեխանիզմը, իրենք չեն ուզում հասկանան իրականությունը, որովհետև այդ իրականության հետ ապրելը իրականում շատ բարդ է։ Ես իմ զգացողությունները, գիտեք, ես քանի որ երգեր եմ գրում, մի պայծ սկսած իմ անձնական զգացողությունները ինձ համար կարևոր են դարձել, որովհետև ես հասկանում եմ, որ ես որպես մարդ, որպես ներկայացուցիչ մարդկային տեսակի, իմ միջով անցկացնում եմ շատ այսպիսի տպավորություններ, որոնք հետո պետք է խմորվելով դառնան երգեր։ Եվ այդ զգացողությունը մարդկային, որը ես ունեմ որպես անհատ մարդ, ես փորձում եմ հիշել, իմ տպավորությունները ինձ համար դրա համար են կարևոր։ Ես հիշում եմ 20 թվականի աշնանը այդ տեսարանն իմ լուսամուտից, երբ սիրուն աշուն էր շատ, այդ այգին էլի դեղնում էր, էլի կարմրում էր, չգիտեմ, այդ օդում այդ պայծառ այդ մաքրությունը կար թափանցիկ ու ես հանկարծ ինքս ինձ ասացի, այսինքն այսպես ամեն ինչ սիրուն շարունակվելու է, բայց մենք երբեք ուրախ չենք լինելու։ Ես այդ զգացողությունը ունեցա, ու այդ զգացողությունը այլևս չի թողել, հակառակը։ Մենք գիտենք, որ դրանից հետո հարվածի հետևից եկել է մեր ծանրացել մեր ուսերին, բայց դա էլ եմ ասում, սա ես ընդունում եմ այն իրականությունը, որտեղ մենք հայտնվել ենք, իսկ այդ ժխտման, մոռացման, ինչպես ասացիք, եւ այդ մոռացման պարտադրանքը մեզ վրա դրվում է նաեւ դրսից, այդ քարոզչական մեխանիզմներով ասում են մոռացիր, չէ, նույնիսկ այնքան պրիմիտիվ տեքստերով են ասում, մենք պիտի շարունակենք ապրել, իհարկե պիտի շարունակենք ապրել, որովհետև կյանքը տրվել է, որ ապրես, այստեղ ոչ թե ապրելու, այլ ինչպես ապրելու մասին է խոսքը եւ ինչու ապրելու մասին է խոսքը, ինչի համար։ Հիմա ապրել այնպես, որ մեզ ասենք թե ոչինչ չի եղել, դա կներեք, այդ արդեն մարդու մասին չի խոսքը։ Դե մարդը ամբողջությամբ կազմված է իր այդ փոքրիկ հիշողություններից, մեծ հիշողություններից, իր ապրումներից եւ եթե այդ աշխարհը դու իրենից վերցնում ես, ապա ինքը ինչ է շարունակում ապրել, ասենք հերթական կենսաբանական էակ։ Եվ այո, այդ ժխտման հենց իմ պատկերացմամբ դա է բացատրում, որ մարդիկ ուղղակի փախչում են այդ գիտակցումից։ Հնարավոր չի, շատ դժվար է ապրել այս նոր աշխարհում եւ իհարկե մարդը պիտի իր համար գտնի դեղամիջոցները, նարկոտիկի պես, փորձի ինքը իր ցավը այդպես ամոքել։ Կամ եթե խոսքը իհարկե ավելի խոր, ավելի այդպես գիտակից մարդկանց մասին է, որոնց վրա մենք ամենաշատն ենք զարմանում այսօր։ Երիտ մի բան եմ նկատել, դա իմ անձնական նկատառումն է գուցե, ես նկատել եմ, որ մարդիկ, ովքեր չեն գիտակցում, չեն տեսնում, թե ինչ է կատարվում Հայաստանում եւ խորապես չեն ցավում, կարծես իրենց մոտ կապը Հայաստանի հետ, իրենց երկրի հետ բացակայ, ինչ նուրբ թելեր կան, որոնք կապում են եւ դու շատ բաներ երբեմն առանց իմանալու դու զգում ես, որ ինչ որ բան այն չէ, զգում ես, որ վտանգ է մոտենում, զգում ես, որ դու մեծ կորուստ ես ունեցել։ Այդ կապը ինչպես է ձևավորվում երկրի հետ եւ արդյոք իրոք խնդիրը այդ կապի բացակայության մեջ է, այդ նուրբ թելերի, որոնք կապում են քո հողի հետ։ Եվ ինչով կարելի է դրանք ամրացնել այդ կապերը։ Դե ամեն դեպքում մարդիկ տարբեր են։ Մարդկան զգայունության աստիճանը, այդ ասենք կա արտահայտություն կա, չէ, ասում են մաշկը բարակ է։ Մարդիկ կան, որ ի վերջո պարտադիր չի դու աշխարհի ամբողջ ցավը ապրես, որ այդ ցավը զգաս։
դու կարող ես զգալ շատ հեռու մի տեղում կատարվող դժբախտությունը եւ ապրոմակցել ամբողջ գոյությամբ, նույնիսկ 1% ապրած չլինելով այդ ամբողջի, բայց կան ավելի այսպես կոպիտ կյանքով ապրող մարդիկ, ընդ որում ես դա վիրավորական չեմ ասում, դա այդպիսի առօրյա է, այդպիսի կենցաղ է, կենցաղները գիտեք շատ բարդ բան է, ինքը վերցնում է մարդուն առավոտից իրիկուն, դնում է աշխատանքի մեջ, իրենից պահանջում է շատ այլ տեսակի ներդրում, մանր ներդրում ավելի, եւ այդտեղ շատերը փոխվում են այդ իրենց աշխատանքային առօրյայի կենցաղի մեջ, եւ այդ մարդկանց համար, որոնց կլանում է մի տեսակ այդ կենցաղային հոգսը, իհարկե ավելի բան է պետք, պրակտիկ օրինակներ են պետք, եւ այս պարագայում լայն հանրությանը այն որ ասում ենք կրթել, այստեղ արդեն լրիվ ուրիշ կրթության մասն է խոսքը, այստեղ այդ բան դասագիրքը չի միայն, այստեղ այդ ֆորմուլաները չեն, այստեղ այն կյանքն է, որ իրան պիտի ամեն օր ցույց տաս, թե ինչով է ինքը այո այդ բջջային մակարդակով կապված իր երկրին, եւ այն որ ասում են հայրենատիրություն առաջին հերթին հայրենաճանաչությունն է, գնալ առաջին քայլերի հետ հասկանալ, ճանաչել դու որտեղ ես ապրում եւ ինչով է այդ հողը քոնը, ինչ է քեզ տվել եւ ինչու է որ հենց դրա այդ հողին ես դու պատկանում, այդ լայն հանրության համար իհարկե այդ կրթությունը պիտի շատ խնամքով ու մտածված տրվի։ Եվ այստեղ օրինակ տեսեք ես պարզ օրինակ բերեմ, իմ երեխաները կարող եմ ասել ծագումով Արցախից են, որովհետև մամուսն ու կողմը Արցախի Մարտունու շրջանից է, չնայած այստեղ են ամուսինս այստեղ է ծնվել, երեխաներս այստեղ են ծնվել, ես միշտ ասում եմ երեխեքը Արցախցի են, բայց ես Արցախում չեմ եղել եւ իրոք պատկերացնում եք ես մինչեւ շատ հասուն տարիք ես չի եղել Արցախում, այդ ինձ համար այս բանին մտածել այդ մասին մեծ ամոթ է, որովհետեւ մեզ համար այդ գիտեք այդ կար Արցախը կա, ինչպես կա, ասենք Հայաստանի որևէ շրջան, ենթադրվում է, որ կյանքի մի պահի դու մի փուլում կհասցնես այնտեղ կլինես եւ այլն, ինչպեսի մի բան էլի, տենց բան պատկերացումներ իլյուզոր, ինչպես պարզվեց, բայց իմ բախտը բերեց, ես անցա այդ ճանապարհը, անցա Վարդենիսից հետո, այդ սարի վրայով, ու այնտեղից բացվեց լրիվ ուրիշ մի աշխարհ։ Այդ զգացողությունը, գիտեք, ես էլ ոչ մի բանի հետ կյանքում չեմ կարող համեմատել, եւ այդ ճանապարհը, որը հետո ինձ տարավ, ես էլ ոչ մի բանի հետ չեմ կարող համեմատել։ Ես այնտեղից արած շատ լուսանկարներ ունեմ, այնտեղից հետո իմ մեջ շատ բան է փոխվել, բայց այդ ամեն ինչը չի կարող բացատրել, չի կարող փոխանցել այդ զգացողությունը, երբ ես զգացի ֆիզիկապես իմ առնչությունը, այսինքն ես որ չեմ ծնվել այնտեղ, արմատներով այնտեղից չեմ, ես թվում է թե առաջին հայացքից, հա, պիտի կապող բան չունենայի, բայց ես այնպիսի առնչությունը զգացի, ես հասկացա ինչի մասին է այս ամեն ինչը։ Իհարկե դա չի նշանակում, որ եթե ես եղած չլինեի եւ ես այդ զգացողությունները ունեցած չլինեի, այդ ապրոմակցումը եւ այդ ցավը իմը չէր լինելու, բայց դա լինելու էր մի արդեն ուրիշ աստիճանի ու ես կարծում եմ, որ այսօր մեր մարդկանց շատերի մոտ հենց այդ Արցախը տեսած չլինելը, այնտեղ այդ զգացողությունը ունեցած չլինել, գուցե շատերը եղել են, բայց իրենց հետ այդ զանգակը չի միացել գլխի մեջ, ինձ մոտ դա եղավ։ Այդ հարցը բոլորին համարյա տալիս եմ, ովքեր եղել են Արցախում, զգացել եք, որ ինչ որ մոգական բան կա, որ դու մտնում ես միանգամից այդ ես զգացել եմ ու այդ ինձ չի թողել եւ ես գիտեմ որ չի թողնելու, այսինքն հիմա իմ ընկերները Արցախից, որոնց հետ ես ցավոք սրտի այստեղ եմ արդեն ծանոթացել, ես ասում եմ ես կուզեի այնտեղ ձեր տան եղած լինել, երբ պատմում են իրենց տան մասին անցյալով, ես ինձ ասում եմ, թե չի կարող, մարդը չի կարող տունը կորցնել, դա հնարավոր չի, որտեղ դու արդեն դա քոնն է, այդ քանդեն այդ տունը, այնտեղ ուրիշ բան կկառուցեն եւ այլն, բայց դու դա քո տունն է, այնտեղ քո ներսում ինքը կա, ինքը հնարավոր չի քեզնից դա խլել, դու արդեն դա ունեցել ես, ուրեմն դա քոնն է, եւ այդ զգացողությունը սեփական տունը քո մեջ կրելու, ես հասկանում շատ դաժան բան է, որովհետեւ մենք ի վերջո այնպես է ստացվել, որ սերունդներ հայերի իրենց տունը աշխարհով մեկ տարել են իրենց հետ։ Բայց միևնույնն է, այդ խլել
այդ ինչքան ուզում են, ինչ քարոզչություն ուզում են անեն, մարդու տունը իրենից չես խլի, ծնդավայր իրենից չես խլի, իր մանկությունը իրենից չես խլի եւ այդ էլ մի ուրիշ տեսակի իլյուզիա է, որ այսօրվա քարոզչական խմբերը փորձում են իրենց համոզել, թե իրենք կարողանալու են ինչ որ մի բան խլել մարդկանցից, իրենք ոչինչ չեն կարողանալու խլել։ Իրենք խլել են առավելագույնը։ Դրանից ավել էլ հնարավոր չի լինելու խլել։ Հիշողությունը եւ այդ թանկ զգացմունքները, որոնք իրենք պահում են իրենց մեջ, դա հնարավոր չի լինելու։ Բայց ցավեցնել ցավոք սրտի կարողանում են։ Այդ մարդիկ, որ ամեն ինչ կորցրել են ըստ էության, այստեղ էլ արժանանում են այդ, չգիտեմ, ատելության քարոզին եւ, չգիտեմ, այդ վերաբերմունքին, այնինչ հակառակը պետք է լիներ, պետք է տայինք ջերմություն, ապրումակցում, չգիտեմ, հազար ու մի լավ բաներ, որոնցից նրանք զրկվել են ըստ էության։ Գիտեք, այստեղ հարցը որն է։ Նաեւ պիտի հասկանանք, ինչ որը շատ դժվար է, թե ինչ հարաբերակցությամբ է այդ ատելության քարոզը իրականում մարդկանց սրտերում ապրում։ Մենք դա չենք կարող հիմա հասկանալ, այնքան խառնված է ամեն ինչ, որտեվ ամեն ինչը բերվել է մակերես, սոցիալական ցանցերի մակարդակով, ինչ որ sense պրիմիտիվ բաների, ասույթների, իրար փոխանցվող այդ կպչուն տեքստերի, չգիտեմ, մեկ տեքստեր եմ կարդում մի քանի բառանոց, որ նույն մարդու մոտ, տարբեր մարդկանց մոտ նույնությամբ կրկնվում են, ես հասկանում եմ, որ այդ կալկան այսպես փոխանցվում է ուղակի եւ դա հատուկ է արվում ստեղծելու համար տպավորություն, որ այդ կարծիք տարածված է, որ իրենք մեծամասնություն եւ այլն։ Մենք այսօր չենք կարող իմանալ մարդկանց մեծամասնությունը ինչ է մտածում, իրականում ինչ է զգում։ Նույնիսկ այն մարդիկ, որոնք ինչ բան ասում են այդ բան, իրենք էլ չգիտեն իրենք ինչ են զգում։ Միշտ ավելի հեշտ է կրկնելը։ Եվ ընդհանրապես ինչպես է բանը, քարոզիչը տալիս է, բան ես անում, դու այդ անգիր ես անում եւ կրկնում ես, որովհետեւ դժվար է սեփական միտք ձևակերպել, սեփական զգացողությունը։ Իսկ այսօրվա աղմուկի մեջ, այսօրվա այս համաշխարհային աղմուկի մեր հայաստանյան հատվածի մեջ, ընդհանրապես մարդը ինքն իր դիալոգից զրկված է։ Ինքը չի հասցնում, ասի հələ մի հատ, արի հələ մի հատ տեսնեմ դու իրականում ինչ ես մտածում, դու իրականում ինչ ես զգում, որովհետեւ երբ դու լսում ես պատմությունը այն մարդու, որը որ ունեցել է Արցախում ծաղկուն այգի իր տունը, որտեղ ծնվել է իր հայրը, իր պապը, եւ ինքը ժառանգել է այդ տունը, այդտեղ մեծացրել է իր երեխաներին, եւ այնտեղից ինքը իր սիրելի մարդկանց կորցրած, ընդ որում շատ կարճ ժամանակում, մեկը պատերազմի, մեկը բենզինի պահեստի պայթյունից, որը վայրկյանների ընթացքում գիտենք 300-ից ավել կյանք է խլել։ Եվ դուք հələ պատկերացրեք, եթե ինչ որ մեկին դու փորձես բացատրես, այ հիմա դու ուշադիր լսի, դու հիմա փորձի մտնես, ինչպես ասում էր Հարպերլին, դիմացինի կոշիկների մեջ։ Հիմա դու այդ կոշիկները հագի ու իր հետ գնա նստի Ստեփանակերտի հրապարակից վերջին ավտոբուսը ձերքիդ ունենալով մի պայուսակ, որտեղ պետք է դնես ինչ որ բան, որը քո ամբողջ կյանքի հանրագումարն է։ Նստի այդ ավտոբուսը ու 3 օր շարունակ անցի 3 ժամանոց այդ ճանապարհը հասի Հակարի, այնտեղ այդ արսափների միջով այդ անցակետի անցի, արի հասի Հայաստան ու փորձի կազմակերպել քո կյանքը։ Քո երեխաների հետ, քո ծեր ծնողների հետ, քո հաշմանդամ եղբոր կամ ինքդ ես դու կորցրել ես ամեն ինչ, դու արդեն մեծ հաշվով դու ինքդ քեզ կորցրել ես, իր ֆիզիկական հաշմանդամությունը գուցե ավելի հեշտ հաղթահարելի է, քան այն երբ մարդու հոգին սենց այսպես խլում են։ Հիմա ես կուզեի ասենք այն մարդուն, որ դու իրոք այդ ամեն ինչը բացատրես, պատմես ու հետո ասես հիմա դու ասա դու ինչ ես մտածում։ Որովհետև քարոզչությունը երբեք չի աշխատի այդ շերտերի վրա։ Քարոզչությունը աշխատում է ամենահեշտի վրա, ինքը աշխատում է ատելության, անձնական շահի, որի բրդը գիտեք, դեզնից խլում են ինչ-որ մի բան, այցա ձեզ ապատկանում եկել են, իրանք ընդ որում sense մի հատ ֆրազա եմ տեսել, շատ հետաքրքիր է, երևի դուք էլ նկատած կլինեք, ասում է ռսի ու դաշնակի հետ միավորված։ Շատ են իրոք այդ արտահայտությունը։ Այդ նախադասությունը ոնց հասկանում եմ, սենց այն որ բան ուղարկում, ասես տելեգրաֆով տիկ ու հիմա պատկերացնում եք ես հանում եք ես ամբողջ թույնը ուղղակի ասում ես դու հիմա ես մարդու մասին, ասենք դու իր հանդեպ ինչ ես զգում։ Չի կարող բանական էակը մարդը, որը մասից արյունից է եւ ինքը ունի իր կյանքը, որը ապրում է ամենօրյա ռեժիմով, չզգալ այդ։
Եվ ձեր գրառումը Facebook-ում հետաքրքիր է։ Դրա ապացույցներից մեկն է։ Դուք այնտեղ հենց ապրումակցելու մասին եք գրել, ձեզ դրել եք Արցախցու տեղը եւ մարդիկ ինչպես են արձագանքել, ինչքան արձագանքներ կային, ջերմ արձագանքներ։ Կարծես դրա կարիքներ ունեին մարդիկ, հենց այդպեսի գրառումների։ Գիտեք, որովհետեւ գիտեք, ես ասեմ, ես անկեղծ չէի պատրաստվում գրել այդպիսի բան, որովհետեւ բոլորիս էլ թվում է, թե բոլորին հասկանալի է։ Մի օր բարձվում է, որ շատերին պետք է կարիք կա այդ ամեն ինչ այդքան մանրակրկիտ բացատրել։ Ուղղակի իմ մեջ շատ վաղուց կուտակվել էր մի շատ մեծ Լիլիթ, ներողություն, ինձ թվում է ես կարդացի, այնտեղ ոչ թե բացատրելու խնդիրն է, այլ մարդիկ ուզում են տեսնել, որ ինչ որ մեկը շատերը մտածում են իրենց նման, զգում են իրենց նման։ Ես այդպես ընկալեցի ձեր գրառումը։ Այո, բայց ասեմ ինչից ինձ համար խթան է, ինչն է հանդիսացել հենց կոնկրետ այդպես գրելու, որովհետև իմ արցախցի ընկերներից շատեր ինձ հաճախ ասում են, գիտես, տպավորությունն է, որ դու մեզ հետ այդ ճանապարհով անցել ես երբեմն, որ մենք խոսում ենք, նենց տպավորությունը, որ դու անցել ես, դու զգացել ես, բայց ես անցել եմ, ես զգացել եմ, ես չեմ կարող այդ ճանապարհը չանցնել, որովհետև հակառակ դեպքում ստացվում է, որ ես ամեն ինչ որ ես ապրում եմ, իմ ամենօրյա կյանքը, իմ երեխաների շփումը, իմ երգերը, որ ես գրում եմ, ես ամեն ինչը սուտ է, բայց ես չեմ կարող դրա մեջ ապրել, ուրեմն ես ստիպված եղա ուղղակի տեսնելով թե ինչ մակարդակի վրա է տարվում մարդկային այդ գիտակցության վրա գրոհը, ես ստիպված եղա ասել եկեք հիմա այդ բանը հանում ենք, հիմա բոլորս նայում ենք ուրիշ աչքերով ու տեսնում ենք ուրիշ աչքերով եւ ես շատ ուրախացա, որ շատ-շատերը այո, ես այդպես էլ գիտեի, որ այդպես է, ասացին, որ մենք նույնն ենք զգում, նույնը ու այստեղ նույնիսկ ապրումակցել բառն է, գիտեք, մի քիչ արդեն բանը կորցնում, որովհետև մեկը ոնց որ լինես։ Որովհետև մեկն է, որովհետև նույն հաջողությամբ դու կարող ես այնտեղ լինել, նույն ամեն այսօրվա աշխարհում գիտեք, այնպեսի բան կարող է պատահի, դու երբեք չես իմանա այս խելագար աշխարհում քեզ ինչ կհասնի։ Եվ ինձ համար օրինակ ինչ է նշանակում ես, ինչ է նշանակում իմը։ Ես ծնվել եմ ինչ-որ մի աշխարհում, որտեղ որ մարդիկ փորձում ինչ-որ բան հասկանալ այս կյանքից։ Հիմա ես փորձում եմ իմ բաժինը հասկանալ այս կյանքից, անցնելով ինչ-որ ճանապարհ, եւ այդ ճանապարհներից մեկը ես անցել եմ այդ ճանապարհով, այդպես եմ անցել։ Հակառակ դեպքում ես ոչ մի բան չեմ հասկանա, ոչ իմ մասին կհասկանա, ոչ մարդու մասին ընդհանրապես, ոչ Հայաստանի մասին, ոչ Արցախի մասին։ Այդ դեպքում ստացվում է, որ ոչ մեկի այդ ամեն ինչը պետք չի։ Բայց այստեղ եթե հետ գանք այդ բանին իմանել կուզեի ավելացնել, ուղղակի այսօր մինչև ստուդիա գալը աչքովս ընկավ մի անձնավորություն կա, որը վերջին 7 տարիների ընթացքում փորձում է անընդհատ մեզ ինչ-որ բան սովորեցնել ու հանկարծ պարզել է, որ ինքը ոչինչ չգիտի 7 տարի շարունակ, ինքը շարունակում է սովորել ու ապարդյուն պարզվում է, բայց այդքան ոչինչ չիմանալով եւ դրա գիտակցմանը գալով վերջապես հանդերձ ինքը շարունակում է անել ամենասև գործը, որ հնարավոր է։ Ինքը շարունակում է մարդկանց իրարից բաժանել։ Եվ հանկարծ պարզվում է, որ, չգիտեմ, Մեղրու տարածաշրջանի գյուղացին ջուր չունի Երևանցու մեղքով։ Տեսեք, ինչ աստիճանի է հասնում ատոմիզացիա։ Մենք ասում ենք Արցախցու եւ Հայաստանցու, այսպիսի բան ենք ասում, այստեղ արդեն լրիվ ուրիշ մակարդակի վրա է պարակտումը գնում։ Լրիվ մի հատ, այսինքն այստեղ լրիվ Հա, ես արդեն չպիտի ունենամ ընդհանրապես ընկերներ, դուք չպիտի ունենաք ընդհանրապես հարազատներ, ոչ ոք, որովհետև միայն այդ մթնոլորտն է իրանց սնում, միայն այդտեղ իրանք կարող են շարունակել գոյություն ունենալ։ Այն պահին, երբ մարդկանց հանկարծ միավորի իրար դիմացինի ցավը զգալու այդ մարդկային, ամենամարդկային կարողությունը, այդտեղ իրենք են կախարդական հեքիաթների բանի պես, որ ցնդում է գնում է, ինքը իրենց կախարդական ուժը կվերջանա այդտեղ։ Ինչի վրա մենք զարմանում ենք, թե ինչից է որ մնում է, այսքան մնում է։ Այ հենց այդ պարակտման, այդ թույնի, այդ բանի բացառման ու բացասման ու իրար բացասական հրման ուժն է իրենց պահում, այդ է իրենց զենքը։ Վերջերս անդադ ինձ բռնացում է այն մտքի վրա, որ ես կարծես հուսահատորեն փորձում եմ ինչ որ ձևով ինձ պաշտպանել, իմ բողոքարը, բայց չգիտեմ ինչպես։ Իմ պետությունը չի անում, չի կարողանում ինձ պաշտպանել, չի կարողանում շահերը պաշտպանել, չի կարողանում մշակույթը պաշտպանել։ Օրինակ վերջերս չգիտեմ հետևում եք թե չէ, Վատիկանում որ տեղի ունեցավ Ադրբեջանում, այնտեղ ներկայացրել են Արցախի հուշարձանները որպես աղվանական։
Վատիկանում։ Եվ այստեղից որևէ պաշտոնական արձագանք չեղավ, նույնն էլ ինչ որ խնդիրներ, որոնք վերաբերում են դիվանագիտությանը կամ երկրի պաշտպանությանը, կարծես բոլոր ոլորտներում մենք անպաշտպան ենք, բայց մենք հասարակ քաղաքացիներս ինչպես կարող ենք մեզ պաշտպանել, մեր դերը ոնց որը կարող է լինել այս իրավիճակում։ Դերևս դժվար բան եմ ասում, բայց այդ զգացումը ստիպում է անդադ ինչ-որ ելքեր որոնել, թե ես ինչ կարող եմ անել, ինչպես կարող եմ ինձ պաշտպանել, իմ պետությունը պաշտպանել, երբ դա չեն անում այն մարդիկ, ում ես լիազորել եմ դա անել։ Դե այստեղ ինձ թվում է արդեն շատ քչերի համար է դա զարմանալի, որ այդ կատարվում է եւ պետությունը չի արձագանքում, որովհետեւ մեծ հաշվով պետությունը զավթված է քաղաքական ուժի կողմից, որը որ միայն սեփական է, նեղ, շատ տրիվիալ ու այնքան տհաճ խնդիրներն է լուծում շարունակելու լինելու, հա, իրենց եւ իրենց այդ նեղ անձնական մաշկի համար այդ խնդիրները լուծումը ամբողջի բոլորի թանկի կարևորի հաշվին։ Այստեղ արդեն կարծում զարմանալի չի, հասկանում ենք, որ այստեղ Հայաստանի շահերը չեն, ինչպես Արցախի շահերը չեն, հայ ժողովրդի շահերը չեն առաջնային իրենց համար, կա մի շահ եւ դա իրենց մաշկի անվտանգությունն է եւ վերջ։ Ինչ պիտի անի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այնիշ տրված է իրենց սահմանադրությամբ, քանչյուր Հայաստանի քաղաքացու սահմանադրական իրավունքն է պահանջել իր իշխանություններից պաշտպանել իր շահերը, եթե չի պաշտպանում իր շահերը, ինչպես դուք արդեն նշեցիք բոլոր ոլորտներում, այդ դեպքում մեր իրավունքն է պահանջել, որպեսզի մարդիկ, ովքեր իրենց առջև դրված համանդրական պարտականությունները չեն կատարում, հեռանան։ Եվ այստեղ մի բարձ ձևակերպում կա, այն որ ասում են ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, այսօր Հայաստանում բոլորը պարտավոր են զբաղվել քաղաքականությամբ։ Ես այդ զբաղվել բառը մենակ չեմ սիրում, որտեղ ինչ նշանակում զբաղվել, դա զբաղմունք չի առավոտից իրիկուն։ Դա գիտակցումն է, որ բոլոր որոշումների հիմքում, որոնք այսօր մեր կյանքը վատացնում են անելանելիության աստիճանի երբեմն, ընկած են քաղաքական որոշումները։ Ասենք Պարզագույն, երբ որ ասում են դուրս են գալիս պայքարի ինչ-որ մի մշակութային օբյեկտի փակվելու համար ու ասում են չքաղաքականացնենք, սա քաղաքական հարց չէ, սա միայն մշակույթ է, չկա այդպիսի բան։ Մշակութային քաղաքականություն կա, մեզ մոտ, հատկապես մեզ մոտ ամեն ինչ այնպիսի մի բուրգի նման է կառուցված, բոլոր որոշումները, որոնք հետո դառնում են ավելի մանր ցրված, կայացվում են բուրգի վերևում, այսինքն դրանք բոլորը քաղաքական որոշումներ են։ Դրանք հետո անդրադառնում են մարդու առողջության վրա, որովհետև դառնում են առողջապահության քաղաքականություն եւ հանկարծ բարձր է, որ դեղատներում մարդիկ դեղ չեն կարողանում գտնել։ Դրանք անդրադառնում են, ասենք, եւ դառնում են փակվող թատրոններ, դրանք անդրադառնում են կրթական համակարգի վրա եւ այլն։ Եվ ինչ պիտի անի Հայաստանի Հանրապետության գիտակից քաղաքացին, ինքը պիտի դադարի ասել, որ քաղաքականությունը իրեն չի վերաբերում։ Քաղաքականությունը պայմանավորում է նրա ամենօրյա կյանքի բոլոր ոլորտները, բոլոր, եւ ընտրություններին գնալը, պահանջատեր լինելը եւ քաղաքական հայացքներ ունենալը, վերլուծելը, կարդալը, մի քիչ հասկանալը ինչ է կատարվում աշխարհում եւ Հայաստանում, այդ կյանքի իրավունքից բխող գործողություններ են։ Այսինքն դու ուզում ես ապրես այսօրվա աշխարհում, բարի եղիր մի քիչ հասկացիր ինչ է կատարվում։ Այդ հարցը տվեցի, որովհետև ինձ միշտ զարմացնում որ այդ ընդվզումը իրոք իսկապես շատ է ուշանում եւ ժամանակը մեր օգտին չի աշխատում ամենևին էլ։ Այսինքն բաներ կան, որոնք կարող ենք անդառնալիորեն կորցնել։ Ասենք ես հուսով եմ, որ Արցախը կվերադարձնենք, բայց ամեն դեպքում բաներ կան, որ մենք անդառնալիորեն կորցրել ենք, մենք անդառնալիորեն կորցրել ենք երիտասարդ սերունդ։ Եվ ի վերջո այդ նրանք ովքեր գնացին 2020 թվականի աշնանը զոհվելու գիտակցաբար, նրանց մի մասը ժամկետային ծառայողներ էին, մի մասը կամավորներ, գնացին մեծ հաշվով լավագույնների մի մասը գնաց։ Երբ ասում ենք պայքարող, ընդվզող եւ այլն, իրանց մեծ մասը գնաց, ովքեր չզոհվեցին, իրենք հաշմվեցին, իրենք կրեցին շատ ծանր հոգեբանական հարվածներ, իրենք հուսախաբ եղան, իրենք կորցրին այն ամենաթանկ բանը, որի համար իրենք ապրում էին եւ այլն։ Ու դրանից հետո իրոք հասարակությունը շատ փոխվեց։ Մինչեւ սեպտեմբերի 27-ը մենք իրոք շատ ուրիշ էինք։ Մենք հետո դարձանք անդամահատված բոլոր առումներով մի նոր օրգանիզմ, որը պիտի դեռ բուժվի, պիտի դեռ հասկանա ինչ է կատարվում, իսկ բուժելու փոխարեն իրեն շարունակում են
Իսկ այդ փոփոխություններն ու վախերը դուք ձեզ համար բարձել եք, որոնք էին, որ ձեր մեջ տեղի ունեցան եւ, չգիտեմ, շատերի ձեր շրջապատի։ Մենք այստեղ հաճախ քննարկում ենք, գիտեք, ասենք, ինչ վախեր ունենք մենք պատերազմից հետո եւ շատերի մոտ համարյա նույնն է, որոշակի տարբերություններով, օրինակ, չգիտեմ, ովքեր տղաներն են, վախենում են իրենց տղայի ապագայի համար, կամ դու գնում ես դուրս, հետո վախենում ես, որ հետ գալու տեղ չես ունենա, քո երկիրը չես ունենա։ Եվ այդպես տենց թվարկում ենք երթով վախեր, իմ ուզում հասկանամ ձեր անհանգստությունները կամ այդ հոգեբանական տրավմաները, որոնք էին պատերազմից հետո։ Այդ շատ դժվար է, այն շատ լայն է այդ ամեն ինչը, շատ դժվար է դրան միան կարճ ժամանակում անդրադառնալ, բայց շփվելով հենց սերնդակիցների հետ, այն տղաների, որոնք զոհվեցին 20 թվականին եւ հետո, քանի որ իմ աղջիկն է իրենց սերնդակիցը եւ ես մի անգամ ասացի, որ եթե ես պատահաբար իմ աղջիկը լիներ այլ սեռի, ես գուցե կարդայի իր անունը 2002 թվականի ծնվածների մեջ ու ես հասկանում եմ ոչ միայն վախը այն մայրերի, ովքեր այսօր տղաներ են մեծացնում, գիտեք, բոլորի մոտ է մնացել այդ տրավման եւ աղջիկների մոտ, ես իմ աղջկա սերնդին ուշադիր հետևում եմ, իրենց մոտ բան է գնացել, իրենք չեն հասկանում, ինչ են աշխում ապագա պլանավորել, իրենք սկսել են չվստահել են երկրին, որը թվում էր, որտեղ իրենք մինչեւ 17-18 տարեկանը ապահով այսպես հա ուրախ թռիվռի ապրել են, հիմա տեսեք մեզ մոտ եկել են 100, ես չեմ ասում 120,000, 150, որտեղ մենք մինչև այդ հադրութից եւ շրջաններից Շուշիից ունեցել ենք էլի հայրենազրկված հազարավոր ընտանիքներ։ Հիմա պատկերացրեք 150,000 արցախցի իրենց պատկերացում ապագայի վերաբերյալ։ Բայց մենք այդ ամեն ինչով չենք հետաքրքրվում, մենք այդ ամեն ինչի չես մենք մի հատ ցած կենցաղային դիսկուրսից մենք, նրանք ցանկանում են, չգիտեմ, ինչ են անում, մեր իշխանությունների վրա բան են անում, ես մենք նույնիսկ չենք փորձում հասկանալ այդ մարդկանց հոգեբանական այդ բանի շեմը, որ լրիվ իջել է, այսինքն պահանջմունքները հոգեբանական մեր բոլորի եկել հասել են մի կետի, երբ մեզ ընդամենը պետքա գոնե վաղը զարթնել։ Ու ես որ չեմ տեսել ռմբակոծություն, երբ իմ տան վրայով օդանավ անցնում մի քիչ ավելի ցածր, իմ մոտ մի անգամից գնում է անգլերեն ասած flashback դեպի 2020 թվականին, երբ որ անդադ տարբեր օդանավեր էին պատտվում մեր երկնքով, Երևանի երկնքով նույնպես բեռներ էին տանում եւ այլն։ Ու ես փորձում ես այդ պահին հասկանում ասում, եթե ես եմ այսպես տանում, այն մարդկանց հետ ինչա կատարվում։ Ու այս ամեն ինչը պահանջում է մի հատ երկար ռեաբիլիտացիոն, լուրջ աշխատանք, պահանջում է, որ մարդիկ մասնագետներ անեն, գիտեմ, որ կան մասնագետներ, որ աշխատեն, բայց դա չնչին բան է, որովհետև խոսքը հասարակության լայն շերտերի մասին է։ Ինձ հոգեբանը երբեք չի հասնելու, իմ երեխային չի հասնելու հոգեբանի աշխատանքը, բայց ես գիտեմ, որ նրա վրա դա ազդել է։ Իսկ ինքը կրել է մինիմալ վնասներ, ուրեմն ինչ են տեսել ու ինչ են զգում եւ ապագայի հանդեպ ինչ բան են կորցրել, վստահություն են կորցրել այն մարդիկ, ովքեր հենց պատերազմի միջից են դուրս եկել։ Խոսակցությունը ուղղակի շատ երկար կտևի ու ես վստահ չեմ, որ ես ասելիք ունեմ այս մասին, որովհետեւ ես ինքս էլ պիտի ձևավորեմ պատկերացումները, նոր պատկերացումները։ Ես էլ ժամանակ չեմ ունենում մտածելու։ Ինձ համար էլ ամեն անգամ լուրերի էջը բացել եւ մի սարսափելի հերթական անհետեթություն կարդալը բանա ջնջում է մի ամբողջ, ասենք, կարևոր միտք գուցե, որը կարող է հետո ձևավորվել։ Ես շատեր դրա համար դրահոսին չեն հետևում վերջերս։ Ու դրա համար ես հիմա օրինակ տեսեք, ես գալիս եմ հարցազրույցի, բայց միշտ վախ կա մոտես, որ չէ որ ես դեռ մինչև վերջ չգիտեմ, ինչ եմ ուզում ասել։ Ես միայն գիտեմ մի բան, որ այսպես թողնել մարդկանց իշխանության ղեկին, ովքեր եկել են ժողովրդական այդ ալիքի խանդավառության հույսերի վրա եւ այդ հույսերը ասենց վերցրել են ու միանգամից ձորը նետել, հա, ուրիշ բան չունեմ ասելու, այդ գիտեք, այդ նույնն է, ոնց որ դու փորձես հնարավորություն ունենալով մարդասպանի մոտից փախչելու, դու շարունակես ապրել մարդասպանի հետ նույն հարկի տակ, իմանալով, որ ինքը 3 ստապ սպանել է քո եղբորը։ Ես դա չեմ կարողանում եւ
այդ բանը այդ մի քիչ վախենալու է, որ մենք կորցրել ենք կամ կորցնելու ճանապարհին ենք անվտանգության, ինքնապահպանման այդ բնազդային զգացումը։ Այդ ամենավախենալուն է։ Եթե դուք ասում եք ինչից եք վախենում, ես դրանից եմ վախենում եւ ինձ համար վախենալու է հետեւել հատկապես նուրբ հոգուտեր արտիստների, որոնք ստեղծում են ինչ-որ հետաքրքիր գործեր եւ այլն, որոնք հանկարծ կարող են ջերմ գրկախառնվել այս մարդկանց հետ, ինձ համար դա վախենալու է։ Եվ մտավորականներ ես իրենից, գիտեք, այստեղ այլ հարց, ես հասկանում եմ, որ իրականում մարդիկ էլ եմ ասում, ինքը ոչինչ իր դիպլոմներ, իր ստեղծագործություններ եւ այլն, այդ ամեն ինչը կարող է ինձ իր մարդկային այդ բանի համար կառուցվածքի վրա շատ չանդրադառնալ, որովհետև լինում է, որ մարդը շատ տաղանդավոր է մի կողմից եւ մնացած առումներով ցանկալի է արեգակին հերվից նայել, ինչպես ասում են։ Բայց կապա, երբ դու ուզում ես հույսը դնել այդ ներքին այդ վտանգի զգացողության, ասենք ներքին անվտանգության վրա, երբ պիտի լինի ինչ-որ մեկը, որ զանգերը խփի, ոչ թե եկեղեցու, այլ հենց մարդկանց սրտի զանգերը խփի, ասի ստեղ վտանգ կա, որովհետև այն մարդը, որը սնվում է այդ մուսաների աղբյուրից, ենթադրվում է, ես առաջ այդպես էի մտածում, որ այնտեղից ինքը ստանում է նաև այդ ձայներն է լսում նախազգուշական։ Այսօր մենք ցավոք կարծես թե զրկվում ենք նաև այդպիսի կարևոր ներքին անվտանգության ազդակներից։ Բայց մյուս կողմից ես տեսնում եմ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը, լսում եմ իրենց մոտ ձևավորվող, իրենց ներսում ձևավորվող մարդկանց խոսքը, որոնց ես չեմ ճանաչում, առաջին անգամ եմ մեծ մասին լսում ու տեսնում, ես հասկանում եմ, որ այնտեղ կա շատ լուրջ պոտենցիալ, մարդկային, ինտելեկտուալ, չսպառված, էմոցիոնալ բնականորեն, եւ հասկանում եմ, որ կա այսպիսի մի նաեւ աղբյուր, որը մենք դեռ չենք ճանաչում, դեռ նոր պիտի ծանոթանանք եւ գուցե մենք կարող ենք այնպես անել, որ այդ աղբյուրը մեզ այստեղ նկատի ունեմ թմբիրի մեջ հայտնվածներից, հա, օգնի։ Այդ աղբյուրները պետք է հարթակ տալ։ Առաջինը երևի թե դա է, որ իրենք արդեն ձեռք են բերում, որովհետև այդ էներգիան ունեն բարեբախտաբար ես ուրախանում եմ դրանով։ Այսինքն մի աղբյուրից համակում է, մյուսը սկսում է հոսել, երևի այդպեսին է բնության օրենքը, չգիտեմ։ Իսկ մտավորական կարող ենք համարել այն արվեստագետին, չգիտեմ, մշակութային գործչին, որ այսօրվա Հայաստանի խնդիրներով այդ զերծացման չի բարձրաձայնում դրանք եւ դրանցով չի ապրում։ Դա մտավորական է։ Ես չգիտեմ, եթե անկեղծ այդ բանը ինչքան փորձել եմ աշխարհով մեկ հետևել, ով է մտավորական այսօրվա բան, հա, այդ հարցը տարբեր երկրներում, տարբեր մակարդակներում քննարկվող եւ այդպես էլ պատասխան չստացող հարցերից է։ Մտավորականը մտածող մարդն է ինձ համար, մտածող բարի բոլոր իմաստներով, առաջին հերթին այն, որ ինքը արտահայտում է իր սեփական մտքերը, որը շատ դժվար է։ Այսօր վստահ լինել, որ դու արտահայտում ես քո սեփական մտքերը, այդ գիտեք, այդ ինչ հարստություն է։ Ես ինքս որպեսզի վստահ լինեմ, որ այս միտքը, որը ես սպայն արտաբերում եմ, ինձ է պատկանում, որ ինձ դա ինչ-որ մեկը չի ներշնչել տարբեր հնարքներով, որ ես դա ինչ-որտեղ չեմ կարդացել ու պարզապես ինքը ինձ հմայել է, որովհետև բանա ճիշտ է ձևակերպված։ Իսկ այդ գործիքը կազմել դուք արդեն տարբերակում եք։ Ես ցավոք արդեն տարբերակում եմ, որովհետև ես արդեն շատ երկար ժամանակ նվիրել եմ ինձ այդ կամավոր հիմունքներով նվիրել եմ ինձ այդ գործին, փորձելու հասկանալ, թե ինչ է կատարվում այսօրվա այդ բան դաշտում, հասարակական գիտակցության վրա ազդեցության, այսպես ասեմ, լայն հասարակության մասնախոսքը, բայց նաև թիրախային, որովհետև տեսնում որ թիրախային, նաև խմբերի հետ են աշխատում, վատ է այն իմաստով, որ դիմացը դեռ չի դրվում ճիշտ հակաքայլերի պիսի մի համակարգ։ Բայց լավ է, որ տեսնում որ գնալով ազդեցությունը թուլանում է այդ քայլերի։ Ու ինչքան էլ մենք ասենք, որ ատելության քարոզը տեղ է հասնում, միաժամանակ բարեբախտաբար ասեմ, թե ինչ ասեմ, ապաշնորության աստիճանը
իշխանությունների այնպեսի մակարդակի, որ միակ բանը, որ մինչև մա իրենց մոտ ստացվում էր, այդ քարոզչությունն էր, բայց նույնիսկ այդտեղ իրենք ի վերջո սկսելու են տեղի տալ, որովհետև հնարավոր չի մի բան անverջ լավ անել, երբ դու ինքդ քեզնից մեծ հաշվով բան չես ներկայացնում։ Եվ տեսնում ենք, որ արդեն մարդիկ, որոնք նույնիսկ իրենց ներսում էին, որ համակիր էին իրենց համարում, կամաց հանկարծ սկսում են թոթափել եւ դա իրականում ուրախալի է ու ես չեմ չարախնդում, բացարձակ երբեք չեմ չարախնդում այն մարդկանց վրա եւ երբեք չեմ ասի, որ գիտեք, այ դու այսպես էիր ասում, իսկ հիմա տես, իսկ այ ես որ քեզ ասում էի, բան այդ մանկական բաները պիտի հանենք մեր բանից, որտեվ մարդը այո սխալական է, ու ինչքան էլ ես զարմանում եմ ու զարմանալու եմ ու չեմ հասկանալու այն մարդկանց, ովքեր 2021 թվականին քվեարկեցին այս իշխանությունների օգտին։ Ես պատրաստ եմ հասկանալու այն մեխանիզմները, որոնք ազդել են այդ մարդկանց վրա, ես պատրաստ եմ հասկանալու այն վախերը, որոնք պայմանավորել են այդ մարդկանց քայլերը։ Իհարկե մենք դեռ շատ երկար պիտի գնանք իրար ընթառաջ, որպեսզի ինչ որ մի կետում նորից հանկարծ համընկնենք, բայց այդ ճանապարհը սկսել պետք է, որովհետև դա ուղիղ հակադարձ ճանապարհն է նրա, որով մեզ փորձում են տանել այսօրվա իշխանությունները։ Եվ եթե վերցնենք, իրականում այդ մենքը շատ մեծ մենք է, շատ մեծ։ Մենք այս մի կողմի մենքը այն բոլորն են, ովքեր ուզում են, որ Հայաստանը շարունակի գոյություն ունենալ, որպես ամբողջություն, որ այստեղ այս տարածաշրջանում հայկական տարրը շարունակի ծաղկել, որ Արցախում հայկական տարրը վերադառնա եւ շարունակի ծաղկել եւ վերադարձնի իր մշակութային ֆիզիկական ներկայությունը այնտեղ։ Երբ այդ բոլորից մենք բերում ենք մի կողմ, հանկարծ բարձում է, որ այն մյուս կողմում շատ փոքր քանակի մարդիկ են մնացել։ Գրեթե մատերի վրա երևի կարելի է հաշվել, որտեղ հնարավոր չի, որ մարդիկ գիտակցված ուզեն այս ամեն ինչի չլինելը։ Այդ նշանակում որ իրանց վրա ազդում են ինչ-որ ուրիշ բաներ, որոնք մենք պիտի աշխատենք նրանց այնտեղից այդ բանից ուղղակի ցույց տալ, որ դուք այդ խմբի հետ կապ չունեք, այդ ամեն ինչը իլյուզիա, հերթական իլյուզիան է։ Եվս մի խնդրի շուրջ էի ուզում զրուցեինք, որ նախորդ հյուրերից մեկը խոսակցության ընթացքում դուք հորդորեց, ինչի եք գնում Հայաստանից, մի գնացեք, գնում եք ավելի լավ կյանքի հետևից, այսպես կարճ պատմում էլի, եւ այնտեղ մենք հատվածաբար կտրատեղադրել էինք եւ տեսնեինք ինչ բուրն արձագանք ունեցավ այդ հորդորը եւ ինչքան մեղադրանքներ, թե դու չգիտես մենք ինչ պայմաններում ենք գնացել, դա ընդհանրապես հորդոր էր մնալու։ Ես կարծում եմ նաեւ չեն գիտակցում, որ այդ մնալու հորդորը այս իրավիճակում դա կենսական նշանակություն ունի։ Այո, մենք պետք է մնանք, եթե ուզում ենք ունենանք պետություն։ Չգիտեմ, այդ հորդորները ձեր կարծիքով ինչ որ օգուտ տալիս են կամ ինչպես համոզել, ինչպես բացատրել, որ պետք է մնալ։ Շատ բարդ է ու իրոք կարելի է հասկանալ այն մարդկանց, որոնք այսօր դժվարանում են մնալ Հայաստանում ու նաև հոգեբանական առումով շատերը, որոնք այստեղ կապված են եղել ամենավերջին իրենց բջիջներով եւ չեն էլ պատկերացրել, որ իրենք կարող է գնան։ Ես գիտեմ, որ շատերը Արցախի կորստից հետո ֆիզիկապես չեն կարողանում իրենց համար անտանելի է այդ գիտակցումը եւ այդ փախուստի ձևը ու հնարավոր չի մեղադրել։ Ընդհանրապես ես մարդկանց երբեք չեմ մեղադրում։ Իսկ այս դեպքում, երբ ինքը փորձում է ուղղակի իր կյանքը ինչ որ մի ձև ապահովագրել, ես գիտեմ, որ շատերը ժամանակավոր են տեսնում այդ իրենց փախուստը եւ հենց փախուստը դա իրենց համար, որովհետեւ փորձել են մի տեսակ էս իրավիճակից դուրս հանել իրենց, Մյունհաուզենի պես մազերից բռնած հանել են ու մարդիկ կան, որ վերադառնում են, բայց այստեղ էլ տեսեք օրինակ իմ արցախցի ընկերներից մեկի ընտանիքը, որը մեկնել էր, հիմա ուզում է վերադառնալ ու հանկարծ վերադառնալուց ինքը հայտնաբերում է, որ ինքը դժվարանալու է իր կեցությունը ապահովել, որովհետև արդեն կեցության խնդիրներ են այստեղ առաջանում եւ այլն չունեն բնակարանը եւ վարձի բանն ծրագիրն է փաստորեն գասեցվել։ Մի խոսքով հիմա Հայաստանը ստեղծում է պայմաններ, որ մարդիկ վերադառնան։ Այո, համաձայն եմ, դժվար թեմա է եւ այնտեղ բոլորը այդ հերթով այդ բոլոր պատճառները նշված էին, շատ լայն արձագանք ունեցավ եւ շատ քննադատվեց իհարկե։ Բայց որ պետքա մնալ, այդ միանշանակ, մենք շատ քիչ ենք։ Հիմա տեսեք ինչ է արվում։ Մենք շատ քիչ ենք,
Արցախից մեզ մոտ 100,000-ից ավել ակտիվ, խելացի, աշխատասեր քաղաքացի է եկել հուսամ ժամանակավոր կեցության, որովհետև մեր բոլորի մեծ փափագն է, որ Արցախում շարունակվի իրենց կյանքը, բայց այս պահին իրենք այստեղ են ու մենք ինչպես ենք ներառում, այսինքն եթե մենք մարդկանց ասում ենք՝ «Մի գնացեք Հայաստանից բաման», մենք ինչպես ենք ներառում են մարդկանց, ովքեր մեզ մոտ են հիմա, ներառում ենք Այստեղ արդեն ամեն մեկը դաստիարակչական այդ քարոզը կարդալուց առաջ պիտի արդեն իր բաժին անելիքը մյուս ուղղությամբ նայի։ Մի մասն էլ պարզապես չի հավատում Հայաստանին, Հայաստանի ապագային։ Դուք ինչպես եք։ Ես մոլորակի ապագայիներ եմ դժվար հավատում, գիտեք։ Համաձայնեմ, կարող չհամաձայնել։ Հույս դնելը այնպես որ չկա աշխարհում երկիր, որ այսօր կարող է իրեն լրիվ ապահովագրված համարել։ Այնպես որ բայց շատ ուրախալի է որ հյուրերից շատերն ասում են որ իրենք լավատես են։ Իհարկե ես միշտ այն մարդկանց տվին եմ պատկանում, որից պետք է ասեմ ինչու եք լավատես, թվարկեք հիմքեր։ Ինչ հիմքերն եք լավատես լինելու, չգիտեմ, թերևս կարող է դրա համար պետք չեն մարդը ուղղակի տեսակով այդպեսին է լավատեսը։ Բայց մարդիկ կան, որ իրենց պետք է։ Ուղղակի բանը չի մնում, պատճառ չի երևում ապրելու։ Երբ դու հույսը հանում ես, դու փակում ես այդ թունելի վերջի այդ լույսը, դու ստացվում է որ դու քեզ դատապարտում ես այդ խավարի միջով ինչ որ անկանոն խարխափելով գնալու, պիտի լինի ինչ որ մի բան այնտեղ, պիտի լինի հույսը, պիտի լինի քո նշանակակետը, պիտի լինի քո երազանքը, որպեսզի դու գնաս դեպի դա։ Հակառակ դեպքում դառնում է մի անիմաստ կեցություն, այսպես մեխանիկական, արհեստական բանականության կյանք։ Ինչի ենք ծնվել հասկանալի չի ու մենք ծառայում հասկանալի չի, մեր իմաստը որն հասկանալի չի։ Հիմա մենք ունենք մի իմաստ այս կյանքում։ Ես մի օրինակ բերեմ, ինձ համար դարձել է անցյալ տարվանից շատ իմ գլխում մեխված ամենաթանկ պատկերներից մեկը ու ինձ հետապնդող ասեմ։ Չզարմանաք, Ոդիսևսի մասին խոսեմ, որովհետև մի տարի է ինձ Ոդիսևսը ամենտեղ հետապնդում տարբեր կերպարներով։ Ես նորից ընթերցեցի ամբողջ Ոդիսականը ստիպված, որ հասկանամ ինչու է ինքը ինձ հետապնդում։ Ես ստիպված եղա թարգմանել, չնայած իմ հունարենը դեռ շատ այսպես թույլ հիմքերի վրա է, ստիպված եղա թարգմանել իրենց հույն մեծ բանաստեղծի Կոնստանտինոս Կավաֆիսի Իթակե բանաստեղծությունը հունարենից, որ հասկանամ ինչ է կատարում եւ այդ պահին հասկացա, որովհետեւ մենք ունենք իմ պատկերացմամբ մեր Իթակեն, որտեղ վերադառնում էր Ոդիսևսը 10 տարի շարունակ, ինքը աներևակայելի փորձությունների, արկածների ու արդեն ամեն անգամ Հադեսի գիրքը գնալ գալով անցնում էր այդ ճանապարհը գնալով դեպի Իթակե եւ Կավաֆիսը ինչ է ասում է երբ ելնես ճամփա դեպի Իթակե քեզ մաղթիր որ քո ուղին երկար լինի ինքը չի ասում դու շտապիր հասնել այնտեղ որովհետեւ այստեղ ճանապարհը քեզ շատ է փոխելու դու այդ ճանապարհը պիտի անցնես որպեսզի վերջում երբ հասնես այդ Իթակեն դու վերջապես հասկանաս թե ինչ էր Իթակեն հակառակ դեպքում մենք օրինակ 35 տարի մենք չհասկացանք ինչ էր մեր Իթակեն մեր Արցախը մենք չհասկացանք մենք դրա գինը չհասկացանք մենք անդադ կրկնում էինք որ Արցախը մեր չգիտեմ ինչն է սեն է բայց իրականում մենք չէինք հասկանում մենք դա կրկնում էինք մենք ասելով ես նկատի ունեմ մեծամասնություն իհարկե կային անհատներ կային փոքր խմբեր որոնք գիտակցում էին ու հիմա ինձ համար այդ լույսը թունելի վերջում դարձել է սիմվոլիկ Իթակեն, որտեղ ես պատրաստվում եմ որպես Դե Ոդիսևսը հասավ վերջը Իթակեն, բայց այդտեղ ես չեմ, որովհետև իմ պատկերացմամբ եւ այստեղ մի բան էլ կա, այստեղ Ոդիսևսի կերպարը ինչի է ինձ համար դարձել շատ հանկարծ շատ կարեւոր, որովհետեւ ինքը ամենևին են բաներից չէր, տակ գլուխա, որ ես պիտի բան առանց նայել։ Չենք խորամանկ եւ շատ հավասարակշռված։ Խորամանկ էր։ Հիմա ինձ համար ես պատկերացնում եմ այդպես, որ մենք պիտի Ոդիսևս դառնանք, մենք պիտի շատ խորամանկ լինենք, մենք պիտի ճկուն լինենք, մենք պիտի բոլոր միջոցները ներդնենք այդ նպատակի համար, որտեղ երբ դու ունենում ես նպատակը, դու արդեն հասկանում ես ինչի համար է այս ամեն ինչը։ Բայց երբևէ այդպես չենք եղել, երբ հետ ես նայում մեր պատմությանը։ Հա, բայց այդ ինչ ենք որ չպիտի լինենք։
Հիմա եթե մեզ ասենք պետք է ազգային նպատակ, ես ձևակերպում եմ իմ բաժինը, մենք պիտի Ոդիսևս դառնանք եւ խորամանկելով եւ գործադրելով բոլոր հնարավոր միջոցները վերադառնանք այնտեղ, որովհետեւ այնտեղ մեզ սպասում են։ Վերջերս իմ ընկերներից մեկը, որի հետ ես էլի խոսում եմ ես մասին, Ոդիսևսի մասին, դե ես հիմա շատ եմ խոսում այդ մասին, նույնիսկ ամերիկային շատ հետաքրքիր է համեմատությունը եւ ձեր մտքերը հետաքրքիր հետ կապակցությամբ։ Եվ ասացի, գիտես, ինքը վերադարձա, որտեղ այնտեղ իրեն սպասում էին։ Ես ասում եմ, մեզ էլ են սպասում։ Ես զգում եմ, որ սպասում են։ Հետաքրքիր նոտայի վրա անցնենք բլից հարցերին, Լիլիթ ջան։ Այս բանա, վտանգավոր ճանապարհ։ Եթե ձեր կյանքի վրա ֆիլմ նկարահանվեր, ինչ ժանրի կլիներ։ Այդ չգիտեմ, բայց ես շատ եմ սիրում ֆրանսիական թեթև կոմեդիաները։ Հնարավորություն եք մեկին վերակենդանացնելու։ Շատ են, գիտեք, շատ են։ Հիմնականում իմ ընկերների ահագին մասը, որոնց հետ ես շփվում եմ ամենօրյա ռեժիմով, ապրում են տարբեր գերեզմանոցներում։ Մի մասը Պերլաշեզում, մի մասը ավելի հեռու։ Պատմական որ ժամանակաշրջանը կուզեիք տեսնել։ 2026 թիվը։ Դուք ապագան եք ուզում տեսնել։ Սորոբիշ տանցիալներ արադառնալ։ Կարող եմ պատկերացում կազմել։ Արցախում երբ եք եղել վերջին անգամ։ Վերջին անգամ 2020 թվականի գարնանը կարծեմ։ Մինչև կռիվը։ Թե ամռանը։ Ինչ ասել ձեզ համար գեղեցկություն հայկական ձևով։ Բաննը, հավունը։ Հայաստանի մասին օտարերկրացուն 3 նախադասությամբ ինչպես կպատմեիք։ Կասեի, որ այստեղ դժվար է։ Այստեղ շատ երազանք կա, ու այստեղ մարդկանց հետ շատ թանկ ընկերություն է ստեղծվում, որ ուրիշ տեղ չգիտեմ, ստեղծվում է թե չէ։ Լիլիթ, շնորհակալ եմ անչափ հետաքրքիր զրույցի համար։